Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողին, այսպես նախարարական ողջույններ եւ ասում եմ միացեք մեզ այս տոնական օրերին, որովհետեւ առաջին ծրագիրը փորձելու է մշտապես բարձր պահել ձեր տրամադրությունը եւ իհարկե առաջարկել համեղություններ։ Իհարկե աղցանների շարքը շարունակվում է, տոնական ձևավորման շարքը շարունակվում է եւ այսօր եւս պետք է առաջարկեմ շատ համեղ աղցան, իհարկե բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված աղցան, բայց հետաքրքիր մոդայիկ այս տարվա ընթացքում շատ տրենդային դարձած այս ձևավորումը, հատկապես այսօր շեշտը դնելու ենք ձևավորման վրա։ Եվ ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար, բոլորս շատ սիրում ենք այս աղցանը, բոլորիս շատ ծանոթ է եւ մշտապես մեր տոնական սեղաններին լինում է այս աղցանը, հավով, հավի կրծքամսով պատրաստված ընկույզով, սխտորով, մայոնեզով պատրաստված այս համեղությունը մշտապես սիրելի զարդ է մեր սեղանին։ Ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար, իհարկե հավի կրծքամիս, որը արդեն խաշված եւ բսկտված, այսպես ասած մանրացված վիճակում է, այստեղ ունենք ընկույզ, հիմնական համը եւ այն հարստությունը համային հենց փոխանցելու է ընկույզը, պետք է սոուս պատրաստենք, որպեսզի ավելացնենք այս հավի կրծքամսին, այստեղ ունեմ մայոնեզ, ունեմ թթվասեր եւ ունեմ մանանեխ, սխտորենք ճզմելու եւ իհարկե վերջում ձևավորելու ենք սամիթով եւ նռով, նռան հատիկներն էլ արդեն պատրաստ են։ Սիրելիներս, այս ամբողջը ես երկար խոսեցի, մենք պետք է շատ գեղեցիկ ձևավորենք, բայց դրա մասին քիչ ավելի ուշ մեզ պետք են լինելու նաեւ այսպիսի գեղեցիկ լավաշի կտորներ։ Քիչ ավելի ուշ կանրադառնանք մանրամասնորեն այս ամենը, խոսքս փոխանցեմ գործընկերներից, կսկսենք հետո միասին աշխատել։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, ասում եմ բարի առավոտ, միացեք մեզ նախաճաշով, համեղ նախաճաշով, սուրճով, տաք թեյով, տաք շոկոլադով, չգիտեմ, ամենահամեղ բաներով եւ իհարկե հետևեք ընթացքին։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ, բոլորիս ծանոթ աղցանը, բայց այն ձևավորելու ենք շատ հետաքրքիր ձևով։ Ձևավորման մասին շատ խոսեցի արդեն, ուզում եմ ներկայացնել հենց ձևավորումից մեր աշխատանքը։ Առաջին հերթին մեզ պետք են լավաշ, պարզապես ամենասովորական լավաշը ես վերածել եմ այսպիսի կլոր շերտերի, սիրելիներս, մեկ ափսեով կամ մեկ հարմարավետ սարքով կարող եք այս կլորությունը ստանալ, որպեսզի լցոնեք այս գեղեցիկ աղցանը։ Ինչ է պետք սրա համար մեզ, ուրեմն կլոր շերտը բաժանում ենք երկու մասի, ահա ես ունեմ այստեղ մի քանի կլոր շերտ, մեկ անգամից կդնեմ իրար վրա, այսպես, հավասար, եւ մեջտեղից երկու մասի կբաժանեմ, ահա։ Բաժանեցինք երկու մասի, ստացանք կիսալուսնաձև լավաշներ։ Հիմա սկսենք ձևավորման պրոցեսը, ինչու ենք սկսում հենց լավաշից, որովհետև այն պետք է տաքացնենք ջեռոցում։ Ահա սիրելիներս, այսպիսի ահա, մեջտեղի հատվածում ենք մենք ծալք անում, այսպիսի պարկ ենք սարքում, կոնի ձև ենք տալու մեր լավաշիկին, որպեսզի մեջը լցոնենք մեր սիրելի աղցանը։ Ահա, կոնի ձև ստացանք, փայտիկի օգնությամբ, այսպես ամրացնելու ենք լավաշիկը, որպեսզի չբացվի։ Ահա տեսեք, թե ինչ ստացանք, այսպես կտեղադրենք թավայի մեջ և կտեղափոխենք ջեռոց։ Եկեք հերթով բոլորը պատրաստենք, այնուհետև տրորենք բուսայուղով և իհարկե տեղափոխենք ջեռոց։ Այսպես, ևս մեկ փայտիկ, մեզ քչփորիկներ են պետք, որպեսզի մենք կարողանանք այս գեղեցկությունը ստանանք։ Հաջորդը Ես եկա քեզ օգնելու Ադրինեն, խանգարեմ թե օգնեմ։ Կարող ես օգնել, քեզ հետաքրքրում է ինչպես է այն պատրաստվում։ Այո։ Կարող ես փորձել ինքդ։ Ուզում եմ պատրաստել։ Ահա, փորձիր։ Չէ, բայց ես կփչացնեմ հաստատ եւ անիմաստ։
կվատնենք այդ լոշիկները։ Հասկացա քեզ, ես շատ արագ փորձեմ այս process-ը կատարել, որովհետև այն պետք է Տոնածառիկներ ես պատրաստում։ Այո, տոնածառիկներ, կոնի տարբերակներ, որովհետև մեր աղցանը պետք է լցոնենք այս համեղության մեջ։ Այո։ Եվ ասեմ, որ շատ տարածվել է այս ձևը, այս մատուցման ձևը, ինչը շատ տոնական է դարձնում յուրաքանչյուր սեղան։ Դրա մեջ լցոնվելու է հետևյալ բաղադրիչներն, այո։ Այո, հետևյալ բաղադրիչներն են հավի կրծքամիս, խաշված եւ մանրացված տարբերակով, այստեղ ունենք ընկույզ, անպայման ընկույզը պետք է մանրացնել, ավելացնել աղցանին, սխտորը ճզմել եւ իհարկե սոուսը բաղկացած է լինելու մայոնեզից, թթվասերից, մանանեխից եւ իհարկե այս Հիմա սա այսպես պատրաստում ես եւ արդեն ջեռոց։ Այո, հիմա մենք պետք է այն տրորենք բուսայուղով, որպեսզի կարմրի։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք ուրեմն քունջութով էլ զարդարել։ Մեզ մնաց վերջին կոները պատրաստել։ Այսպես։ Հետո յուղապատել Այո, յուղապատել եւ ուղարկել ջեռոց։ Իսկ մինչ ջեռոցում մի քանի րոպե, մեզ շատ ժամանակ պետք չի, մի քանի րոպեում նրանք կկարմրեն եւ մենք արդեն կլցոնենք այս համեղությունը։ Ահա, եկեք բուսայուղով տրորենք այն։ Վրձինով նկարում է։ Այո, շատ գեղեցիկ եւ հետաքրքիր է ստացվելու։ Եվ այն պետք է ամենավերջում ձևավորենք նռով եւ սամիթով։ Այսպես, հաջորդը։ Եվ այս ընթացքում, երբ կտապակվի այս լավաշները, կկարմրեն լավաշները, մենք այդ ընթացքում կպատրաստենք աղցանը։ Եվ գլխարկի է նման, եւ տոնածառի է նման։ Այո, եթե սամիթներ ավելացնենք վրան կդառնա տոնածառ ամբողջությամբ։ Այո։ Կարելի է նման հետաքրքիր կրեատիվ մոտեցում ցուցաբերել ամանորյա սեղանը զարդարելու համար, բայց պարբերաբար պետք է թարմացնել, որովհետև 1 օր հետո այս լավաշիկները կդառնան 4 լավաշիկ։ Սիրելիս, նույնիսկ չի մնա հաջորդ օրվա, որովհետև շատ համեղ է ստացվում։ Այո, եւ բոլորը շատ համեղ կճաշակեն այս ամենը։ Ահա, Սուրեն, ես կարող եմ քեզ խնդրեմ, որ դու տեղափոխես այն ջեռոց։ Իհարկե կարող ես, ոչ մի Ահա, այսպես գեղեցիկ շարենք եւ տեղափոխենք։ Ահա, խնդրեմ։ Շնորհակալ եմ քեզ։ Ահա, երեխային գործի դիր հետևից գնա արտահայտությունը արդիական է այսօր այս պահին։ Այդպես է, դա այդպես է, բայց դե։ Ահա, ես էլ անցնեմ հաջորդ գործողությանը։ Ադինե ջեռոցը սա է, չէ՞։ Այո, դու ճիշտ ուղղությամբ ես։ Մեջտեղի հատվածում, այո, այդ դիրքով։ Օ, ինչ տաք է այստեղ, ահա։ Ջեռոցում պետքա տաք լինի։ Այո, իհարկե, ջեռոցը նախապես ես տաքացրել եմ։ Ինչ ենք անում։ Մի քանի րոպեից պատրաստ կլինի։ Հիմա ընկույզը մանրացնենք, ավելացնենք մեր հավի կրծքամսի վրա։ Ահա։ Փորձենք այսպես շարժումներով, որպեսզի կտրատելը հեշտ լինի։ Կարող եք նույնիսկ հատուկ հարիչի օգնությամբ մանրացնող այն սարքի միջոցով ընկույզը մանրացնել։ Բայց պարտադիր է որ շատ մանր լինի, թե կապ չունի։ Ես սիրում եմ ավելի խոշոր տարբերակը, որովհետև հաճելի է ուտելիս զգալ ընկույզի խրթխրթոցը, այո։ Դրա համար նախընտրում եմ այս տարբերակը, բայց ըստ ճաշակի ինչպես կցանկանան մարդիկ, ոնց իրենց հարմար է, ոնց իրենց քիմքին հարիր է, հենց այդպես էլ կօգտագործեն։ Ահա։ Իմիջիայլոց նշեմ, որ այս աղցանի մեջ ընկույզը պետք է շատ լինի։ Այնպես որ իմ խորհուրդն է, մի խնայեք, այո, այս առումով, որովհետև բաղադրիչները քիչ են, ընդամենը հավի կրծքամիս եւ ընկույզ։ Ուստի պետք է որևէ այն համեղ մասը ավելի շատ լինի։ Այսպես։ Մի փոքր էլ մանրացնենք, ավելացնենք։
Այո, աղցանները բազմազան են եւ աղցանները շատ հետաքրքիր մոտեցում ու ամփ են ներկայացում յուրաքանչյուր տանտիրուհու կողմից եւ համոզված եմ, որ այս աղցանի տարբերակներն էլ դուք ունեք ձերը։ Եթե կա ինչ-որ հետաքրքիր մոտեցում, ապա կիսվեք մեզ հետ, մենք փորձենք նաեւ դա ներկայացնել։ Ինչու՞ չէ, թող ամանորյա սեղաններին նաեւ ձեր բաղադրատոմսը լինի։ Ինչու ոչ։ Ինչ ենք ավելացնում։ Հիմա փորձենք, արդեն հիմնական գործողությունը կատարված է։ Մեզ միայն մնում է այստեղ ճզմել նաև սխտորի կտորը, այսինքն մեկ ատամիկ փորձենք ինչ որ ձևով ճզմել։ Ահա։ Օգնեմ։ Սա մի փոքր, այո, տղամարդու ուժ է պահանջում, բայց ես կարողացա պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Այսպես ունենք նաև սա, հիմա այստեղ ավելացնում ենք մեր թթվասերը, ես երևի թե վերցնեմ մի հարմարավետ գթալ, ավելացնեմ թթվասերը, ավելացնենք, ես ընդհանրապես ստաճ, ավելացնենք մանանեխը, մի փոքր այստեղ փորձենք ավելացնել սև պղպեղ, չնայած մանանեխը համեմված է, իմիջիայլոց սա հատիկավոր մանանեխն է, որը շատ ավելի յուրահատուկ եւ համեղ է դարձնում յուրաքանչյուր սոուս, մի փոքր այո, ահա, այսպես, փորձենք լավ խառնել։ Սա պետք է ավելացվի վրան, թե ընթացքում էլ ինչ-որ բաներ կա։ Ոչ մի ավելացնելու բան, մենք ավելացնում ենք աղցանի վրա, լավ խառնում ենք ու թողնում ենք հանգստանա, մինչ լավաշիկները պատրաստ են։ Մինչև աղցանը կհանգստանա Հայաստանում կամ Հայաստանից դուրս, մենք այս պահին կունենանք միայն մեր տաղավարում։ Կարճ դադար, հետո կվերադառնանք ու կտեսնենք ինչքան է հանգիստ աղցանը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք խոհանոցում ենք եւ այստեղ ոչ միայն անուշաբույր էսպես վիճակներ են, նաեւ շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Մի քիչ արդեն պատկերացնում եմ ավարտի ինչ է լինելու, բայց առաջարկում եմ դու պատմես ինչեր հասցրիր անել։ Շատ բարի, ես վստահ եմ դու ինքդ տեսել ես այդ տարբերակները, որոնք պատրաստվում են, շատ տարածված եւ մոդայիկ են դարձել, այսօր մենք էլ կփորձենք իրագործել եւ հրամցնել մեր հեռուստադիտողին։ Ինչ արեցինք մինչ այս պահը, աղցանը պատրաստեցինք, որը բաղկացած է հավի կրծքամսից, ընկույզից, սխտորից, մայոնեզից, թթվասերից եւ մանանեխից։ Այս բոլորը միախառնել ենք, այստեղ ունենք սամիթ զարդարման համար եւ ունենք նռան հատիկներ։ Իսկ այս ամբողջականությունը պետք է համալրենք այս գեղեցիկ կոների մեջ, որը պատրաստեցինք լավաշով։ Պարզապես լավաշը փաթաթեցինք կոնի տեսքով, ջեռոցում մի փոքր տաքացրեցինք, ես արդեն փայտիկները հեռացրել եմ սիրելիներս եւ մեզ միայն մնալու է լցոնել այս համեղությունը եւ զարդարել։ Էնպես որ սիրելիներս, կարծում եմ շատ հեշտ տարբերակ է եւ շատ գեղեցիկ, կարող է լինել սեղանի զարդ, հատկապես սա հենց միտումը նրանում է, որ մենք տոնական սեղաններին ունենանք այսպիսի գունային համադրություն, կանաչը եւ կարմիրը հենց հուշում է ամանորի մասին, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման հետևել այս տարբերակին եւ իհարկե պատրաստել։ Մենք նույնիսկ կարող ենք մեկ տարբերակը հիմա փորձել, այո, հետո արդեն միասին հեռուստադիտողի հետ կշարունակենք։ Այս փոքր գթալի օգնությամբ մի հատված, այսպես լցոնենք, զգուշ լինենք, որպիսի լավաշը, այո, չկոտրվի, որովհետև շատ նուրբ լավաշը եւ իհարկե այն արդեն չորացել է, կարող է շատ հանգիստ կոտրվել։ Արի մի փոքր էլ տեղադրեմ եւ իհարկե փորձենք այն ձևավորել։ Կարող ենք մի փոքր եզրերն էլ ուրեմն տարածել եզրերին, որպիսի կպչունություն ունենա, սամիթը կարողանա կպչել շուրջը։ Այսպես, ապահովենք այս վիճակով, այո, փորձենք տեսնենք ինչպես կստացվի, ահա, թաթախենք եզրերը սամիթի մեջ, իսկապես տեսնենք ոնց կստացվի, անկեղծ ասած ես էլ առաջին անգամ եմ այս ձևավորումը փորձում, ահա եղավ այն ինչը, որ մեզ պետք է և մեջտեղի, այո, կենտրոնի հատվածում տեղադրենք Ադրինը շատ գեղեցիկ է։
Այո, հուսով եմ լավ կստացվի, այս բոլոր կոները կձևավորենք եւ իհարկե գեղեցիկ կձևավորենք մատուցման ամանին մեջ։ Այո։ Այո, այսպիսի Սա գեղեցկություն։ ընդհանրապես մեկ հատիկը, պատկերացրեք, երբ լինի ամբողջական, ինչ գեղեցիկ Այո։ կլինի, եւ այսօր դեռ ամսի 29-ը մենք ունենք 30-31 եթերներ, ես վստահ եմ, որ ձեր տոնական սեղանը զարդարվելու է շատ հետաքրքիր բաղադրատոմսերով։ Հետևեք մեր հաղորդմանը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի բաղադրատոմս։ Այո, ես վստահ եմ տեղ կգտնի այս գեղեցկությունը ձեր ճաշացանկում եւ ամանորյա սեղանին, խորհուրդ եմ տալիս հենց այսպես էլ պատրաստեք այս աղցանը ավելի նորովի մատուցեք եւ շատ համեղ աղցան է, վիտամիններով հարուստ հագեցնող եւ իհարկե շատ այսպես ճոխ։ Այո, եւ տրենդային, ինչպես դու նշեցիր Այո։ արդեն առավոտյան։ Իսկ հիմա մենք ունենանք տրենդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ինչպես հիշում եք, պատրաստում ենք շատ հետաքրքիր մատուցման ձևով աղցան, որը արդեն մեկ հատիկը արդեն մենք ունենք պատրաստի վիճակում։ Ես շարունակում եմ մնացած կոնը եւս լցնել, ահա այստեղ փորձենք զգուշությամբ, մենք նշեցինք, որ լավաշիկները բավականին չորացել են եւ պետք է զգուշ այն լցոնել, որպեսզի չկոտրենք։ Ահա, ամբողջ եզրերով փորձենք տարածել, որպեսզի սամիթը կպնի հենց աղցանին, այսպես։ Ահա, տեսեք, այսպես հարթեցնենք եւ իմիջիալոց պետք է այն հարթեցնել։ Գտալի օգնությամբ հարթեցնենք։ Թաթախենք սամիթի մեջ, այսպես եզրերը, ոչ ամբողջությամբ, պարզապես եզրերը, այսպես, և իհարկե կենտրոնում փորձենք տեղադրել նռան հատիկները, ահա, որպեսզի գույն ստանանք, սեղանին դնելիս արդեն ունենանք գույներ, ահա այսպիսի գեղեցկություն է ստացվում, սիրելիներս, այս մյուսն էլ փորձենք, մի փոքր եւս փորձեմ եզրերը տրորել այս աղցանով, որպեսզի կպնի մեր սամիթը, ահա, եկեք թաթախենք սամիթի մեջ, այսպես, եւ իհարկե տեղադրենք նռան հատիկները։ Շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր եւ ամենակարևորը շատ համեղ։ Սիրելիներս, կարծում եմ, այսպիսի մատուցումը հետաքրքիր կլինի եւ ոչ ոք անտարբեր չի անցնի այս տեսակ ուտելիքի հանդեպ, բոլորը կվայելեն եւ իհարկե կգովերքեն ձեզ։ Սիրելիներս, ես կշարունակեմ իմ աշխատանքը, վերջում արդեն պատրաստի վիճակում դուք այն կտեսնեք։ Հիմա խոսքս պետք է պարզապես փոխանցեմ գործընկերներիս, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եկավ այն պահը, որ պետք է այս գեղեցկությունը դասավորենք մեր մատուցման ամանի մեջ։ Ես այսպիսի մի հետաքրքիր սկուտեղ եմ վերցրել, որը շատ տոնական է, ինչու ոչ, անկախ նրանից, որ մուգ գույնի է, դա կապ չունի, ինչու է մուգ համադրվելու սրա հետ, որպեսզի ավելի այս գեղեցկությունը արտահայտիչ լինի։ Ես հիմա կփորձեմ գեղեցիկ դասավորեմ մեր կոն տարբերակով աղցանը, ահա, շարենք այս գեղեցիկ ամանի մեջ եւ իհարկե ասենք բարի ախորժակ։ Ես մի փոքր տեղ կթողնեմ, որովհետեւ կենտրոնում դեռ ուզում եմ ավելացնել մեր նռան հատիկները ամանով, ահա, այսպես, գեղեցիկ ծաղկի տեսք տվեցինք, սա տեղափոխենք մի կողմի վրա, կենտրոնում տեղադրենք նռան հատիկները, ահա կարելի է նաև ձևավորել այսպես,
մոմերի արկայությամբ, ահա այսպես գեղեցիկ, սրանք էլ տեղափոխենք այսպես, որ տոնական շունչը եւ տրամադրությունը փոխանցենք, սիրելիներս, ահա այսպես, եւ ձեզ ասեմ, հաճելի ամանորյա եւ հանգստյան օրեր եմ ցանկանում։ Այսպիսի գեղեցիկ համեղ աղցաններ պատրաստեք եւ վայելեք ձեր հանգստյան օրերը ընտանիքի անդամների, բարեկամների, հարազատների, ընկերների, սիրելիների հետ միասին։ Սիրելիներս, բարի ախորժակ, լավ եղեք, ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում եւ դեռ կհանդիպենք։ Լավ մնացեք։